Ես սահմանադրության վերաբերյալ ուզում եմ հիշեցնել բազմաթիվ անգամներ ասել, մինչև բանը այդ կորոնան Հայաստանում եղավ մի ժողով, որտեղ սահմանադրության փոփոխության հարց կար եւ դա ոչ մի կապ չուներ այդ Ալիևների եւ այլն այդ բացարձակ, որին ես մասնակցել եմ եւ որովհետեւ մի շատ լավ արդյունավետ մտքերի փոխանակություն ենք եղել երջանկահի շատակ բանը ուրեմն Խաչատրյան Վիգենի հետ, որ պատգամավոր երկար սուրճից առաջ հետո եւ այլն այդ մասով խոսել ենք եւ որոշում կայացվեց, որ սահմանադրությունը պիտի փոխվի, հաստատ, պիտի փոխվի։ Հետո տես Ալիևը մեջտեղ ընկավ, հիմա ես դա մասնակցել եմ, հետո ինչ-ինչ հանգամանքներով ես հանձնաժողովում չեղա, որտեղ կուսակցություն երկու անգամ մասնակցել էր, բայց նորմատիվը չէր հերիքում, թե չէ, ես էլ այդ հանձնաժողովում լինելու շարունակելու եք մեր գործը։ Այնպես որ հիմա ինչ կա, չափ էսպես պիտի լինի, Հայաստանն իշն է ձեռնտու, վերջացավ։ Չափն էլ ասեցի, մի չափ է ինչ որ Ռուսաստանի ձեռնտու չի, Հայաստանի ձեռնտու է, որտեղ ոչ թե Ռուսաստանի հարցը չի, Ռուսաստանը ամեն ինչ անում է Հայաստանում պետականություն տապալելու համար։ Գուցե հայերի շատ սիրում է, այնպես ինչպես Ղարաբաղցիներն է շատ սիրում, այս սիրեց դարձրեց բնավեր, եւ քշում է դեպի հիմա Դոնբաս, մի խոսքով, բայց դա էլ կարելի է հաշվի չառնել, մեզ պետք է թե չէ, մենք դա պետք է հարցնենք, եւ բարձ չէ որ է սահմանադրությունը պետք է լինի, բայց ես մոդելն ասեմ էլի, որն է քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության մոդելային իմաստով նախընտրություն է։ Ես կարծում եմ, որ մեր բարդություններ, դժվարություններ, այս վիճակը, որ կա, նաև դեմոկրատական ընթացակարգի լավ կիրառման հնարավորության առումով մենք պետք է որտեղ գրենք կանցլերական ժողովրդավարության մոդելը։ Դա այն է, ինչ որ 47 թվականներին Ադենաուերը կիրառեց Գերմանիայի համար, որը Գերմանիա դարձրեց, հետո ինչ-որ բաներ եղան, որտեղ կանցլերն ունի լավագույն լիազորություններ, շատ խոչընդոտված չի խորհրդարանից, բայց Բունդեստագը ինքը շատ վարպետորեն ոնց որ հավասարակշռում է տարբեր բաներ։ Մոդելը կա, մեր բանի քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության տեսակետը կանցլերական դեմոկրատիան է։ Դե ասեմ մի բան, հետ վերադառնամ։ Ուրեմն Հակոբ Մանանտյանը մի բան է գրում, որ հնում, ասում է հնում, ինչպես մի քիչ պատկերավոր եմ ասում, ինչպես հույները եւ հռոմեացիները Հայաստանում ռեալիզացվում էր ուրեմն զինվորական բան դեմոկրատիա, ռազմական դեմոկրատիա, այդ դրանք իրար մոտիկ են։ Հակոբ Մանանտյանը։ Հիմա մենք եթե պետություն ենք ստեղծում, 4-րդ հանրապետություն, մեր կռվանները մերը պետք է լինի։ Հազարավոր տարիներ ինչ որ անթեղված ունենք, ինչ որ լավագույնս ծառայել, դրանք պետք է վերհանենք։ Այդ էլ կրկնեմ, հա, ռազմական դեմոկրատիա, ռազմական։ Այսօր դա պետք է կիրառվի։ Ժողովրդավարություն։ Ես կառավարության մի անգամ եթերով առաջարկում, միայն եմ առաջարկում, ստեղծեք մի հանձնաժողով եւ այն տնտեսական, բարոյական վնասը, տնտեսական, ինչ որ 20 թվականի, 21 թվականից արդեն 20 թվականի նոյեմբերից չացած, իրենք ցույցերով, գործատուլներով, աշխատանքը փչացնելով, սաբոտաժով, ինչքան վնաս են տվել ռևանշիստներ, վզներին դրեք եւ փողը վերցրեք ձեռներից։ Նրանք պետք է պատժվեն, որտեղ նրանք եղան, մնացին օտարի գործիք եւ փորձեցին պետականություն տապալել։ Եվ Հայաստանում, գիտեք, ինչքան գործադուլ, որ երկիրն լինի տնտեսական վնասը մեծ է, գոնե տնտեսական փոխհատուցում պիտի տան իրենք, վզներին դրեք, բոլոր նախագահ, վարչապետ, որոնք գաղտնիքան բացայտ նրանց հետ էին։ Բարձ է, չի լինի այսպես։ Իրանը ինչքան թեքվի դեպի այս կողմ, այնքան լավ է։ Իրանը եւ կա թեքվի դեպի այս կողմ, որպես հավասարի, թե չէ միշտ է թեքված։ Երբ որ ինքը մի օր կհամոզվի, որ իր արևմտյան սահմաններից իր ուրեմն, չէ, Միչել Գրագանձով ինքը ոչ մի խաղ չունի։ Ինքը փորձում է նորից Սիրիա եւ այլն տեղավորվել, այնտեղ, բայց որ օրը որ կհամոզվի, ես դա իրենց ասել եմ նաեւ Թեհրանում մեծ քննարկումներ են եղել, շատ հետաքրքիր, ասել եմ դուք ոչ մի շանս չունեք Միչել Գրագանձովում լինելու, որտեղ Սիրիան չկա, որի միջոցով ուրեմն Իրաքը չկա, այն Իրաքը շիա հատվածն է միայն,
Դե Իսրայելն էլ Ղազա եւ այս հատվածները Գազա եւ այլն վերջացրեց կամ վերջացնում է։ Ուրեմն ձեզ մնում է մոտիկանալ Հայաստանի հետ եւ այլ ընտրանքը մենք ենք լինելու։ Այո, հարավ-հյուսիս մայրուղով դուրս գալ Եվրոպա եւ այլն եւ դա տեսեք ինչ է լինում։ Այդ դեպքում դա կարող է հավասար գործընկերություն լինել են Չաբարի նավահանգստից մայրուղին աշխատել մինչև Փոթի եւ այլն։ Մի հատված էլ գուցե լարս, դա չգիտեմ, որտեվ այստեղ է աշխարհի ապագան, ասեմ ինչու։ Ուկրաինան չի պարտվելու, բացառված է, չեն թողելու։ Ուկրաինան ապագայի խոշորագույն պետություններից մեկն է լինելու, որը ողջունել է ինձ համար։ Հիմա հարցը ինչքանով կլինի իրեն Գերմանիային ու Ֆրանսիային արևմուտքը թույլ կտա, որտեղ այդտեղ բալանսի հարց կա, բայց ինչ որ ձևով դա լինելու է, այսօր ակնհայտ է, որ Ուկրաինան ունի աշխարհի, եթե Ամերիկանը դնեն կողքի, լավագույն բանակն ունի լավագույն գեներալիտետ եւ ունի լավագույն քաղաքական ղեկավարություն, էլ Ուկրաինացի որի մասին էլ ինչ ասել։ Եվ ունի ներքին համախմբող ունի եւ ազգային իդեալ ունի, կարևոր իդեալ ունի, պետություն լինեն իրենք իրենց պետություն։ Հիմա այդ բարձ է, որ արևմուտքը չի նեղելու նրան, որ բանակը զինաթափի ժամանակին, ինչու, որտեղ ռուսական հրեշը ինչ կան կա, իրենք պետք է աշխատեն, որ ուկրաինական բանակ արդիական լինի, նրան թույլատնելու համար։ Պահել, որը կուզեք, այս պայմաններում դա նշանակում է նրա գիտատեխնիկական պոտենցիալը, տեխնոլոգիական պոտենցիալը, գիտությունը, մշակույթը պիտի լինի, որտեղ ես նաև Հայաստանի իշխանությունների մեր ժողովրդին եմ առաջարկում, մենք իրենց հետ կարող ենք շատ լավ համագործակցել, որովհետև իրենք մշակույթ քաղաքակրթությունը ստացել են Աննա իշխանուհուց, մեր իշխանուհուց, չէ՞, այդպես է։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել, քանի որ այդ բարակայում Ուկրաինան մոտավորապես այդ մոդելային վիճակը գալու, հիմա էլ կա, նա ունի Հիմա որ նա կռվում է, արևմտյան զենքով չի կռվում, իրոք դաշտունաբերական, ռազմական այդ պոտենցիալը լավագույնս աշխատում, արդեն ստեղծել են այդ կոմպլեքսը եւ աշխատում է, այնտեղ դուք հաշվի առեք, որ նրա հետ կողքին լինելու է Լեհաստանը, հզորությամբ եւ այլն, եւ Հայաստանի եւ Իրանի ճանապարհը բաց է։ Ես Իրանի բարեկամներին մի բան ասեմ։ Իհարկե ռեժիմի փոփոխություն իրենց գործն է, բայց մի մոռացեք, որ ժամանակին կար Փարիզ եւ ասում են արևելքի Փարիզ, որ Թեհրանն էր։ Եթե այդ քաղաքակրթական մողակը կարող է ձեզ համար սպասարկել դառնալ Հայաստանի Հանրապետությունը։ Բայց դրա համար պետք է հավասար գործակցություն եւ Չաբահարի նավանգստից Փոթի այս անխափան աշխատանք։ Իսկ այդ հակասությունը ինչ որ ռազմական բախումների նորից կբերի, թե ոչ։ Չեմ կարծում, ում հետ պետք է բախվի։ Իսրայելը, եթե Իրանը այս թեքումներն ունենում է, Իսրայելին ամերիկան հրամայում է սուս մնա։ Ոնց որ հիմա ինձ թվում է, որ ամերիկան Բայդենը հրամայել Էրդողանին սուս մնա Հայաստանի հարցով, օքեյ, խնդիր չկա, դու չես դինելու, դու չես կարող փոխարինես այնտեղ։ Այն ուրիշ բան է լինել, որ Հայաստանը մեզ հետ փոխհարաբերվելու է Վաշինգտոն-Երևան գծով։ Եվ ես էլ ստրուկների համար եմ ասում, թրքածուն բան, ով որ թրքացման մասում է խոսում, ինքը թուրքել է, ինչ աղբել է, ավել է եւ այլն, այդ լինելու է։ Ուզում եմ ասել, որ այս իմաստով, բայց եթե մենք դա կանենք, պատկերացրեք ինչ պոտենցիալ կառաջանա մշակութային, քաղաքակրթական, տնտեսական Իրանի հնարավորությունները, մեր հնարավորությունները եւ այստեղ Հայաստանի փոքրությունը կգոլորշիանա, փոքր երկիր ենք թե չէ։ Այո, գիգանտ ենք մշակութաբես, գաճաճ ենք տարածքով, որոնց բայց այդ գաճաճ տարածքը մենք պետք է խնգարկենք, որ մի օր ինքը ծլի։ Պաղեստինի ճանաչումը ինչ է տալու տարածաշրջանին։ Դուք կարծում եք, որ Արցախի հարցը որ ճանաչում լիներ բաներ փոխվելու։ Ռուսները որոշել են ոչնչացնել։ Ճանաչած պետություններն իրար չեն ոչնչացնում։ 39 թիվը հիշեք, երկու ճանաչված գիշատիչներ, ռուսական ֆաշիզմ եւ գերմանական, բախվեցին իրար, գեր ճանաչված էին, չէ՞։ Ճանաչված 40 անգամ էլ ճանաչված էին։ Դրանք հարաբերական բաներ են, էլի։ Եթե պետք է տեսեք ինչ եղավ։
տեսեք ինքնորոշման իրավունքից ոչ մեկը չի խոսում, բայց միջազգային իրավունքը 10-12 կետ է, որտեղ պարտադիր գրված է, եթե կա տարածքային ամբողջականություն, պարտադիր է նաև ինքնորոշման իրավունքը, ժողովուրդների իրավունք, մեկը խոսում է դրա մասին, ոչ մեկը չի խոսում, դրել են կողքի, ոնց որ չկա, հիմա հնգեր Պուտինը, ինչ արեց Վարդանիկի հնգերը, երբ որ Հայաստանը պիտի հակադրեր Արցախը Ադրբեջանին, քաներ, հիշեք, նստած մարդը խոսում է, որ ինքնորոշման իրավունք շատ նորմալ է, Արցախի ժողովուրդը ինքնորոշման իրավունք ունի, եւ որ ինքը ուրեմն Ալիևի հետ իր հարցերը ընձև ինչպես հասկանում էր լուծեց եւ հայ ժողովրդի հաջորդի պոտենցիալը ջարդել էր պետք, ասած չէ, դա եղել է, կա եւ կմնա։ Հիմա նորից սկսել են մտմտալը, որտեղ Ղարաբաղի հարց բան էլի։ Այսինքն դրանք պատեհական հարցերի կիրառություններ են, մենք դրանք շատ գերի չմնանք, չափորոշիչը որն է, նորից կրկնեմ, Հայաստանի Հանրապետության ազգային շահը, ուրիշ բան է, որ մենք պետք է էլիտար իմաստով ձևակերպենք, որոնք են Հայաստանի Հանրապետության ազգային շահերը, ես գիտեմ դա, քրիստոնյա Հայաստանի ստեղծումն է, դա առաջին խնդիրներից մեկն է, որպեսզի, չէ, Տրամփ ինչքան Տրամփն ասեց, որ ամենահալածված կրոնն է, համամիտ եք։ Հա, կրոնը, այո, հալածված է, հետևաբար այդ հալածված կրոնի ներկայացնող պետություններին պիտի օժանդակել, անում է թե չէ, Տրամփի ուղին, հայերին ում էլ բանանես, գրբանում մի $10 կունենա, այդ ռսամերներ հիմա գրբաներ հոռուսակապող չի, բոլոր դոլար է։